Այսինքն դու կամազուրկ իշխանության հետ գործ ունես այստեղ, որը ամբողջությամբ իր ինքնիշխանությունը արտապատվիրակել 49 թե 99 տարով եւ սա խոսում է այն մասին, որ ասում ես չկա տենց բան։ Ով է ասում 49 կամ 99 տարով տալու ենք, հա, Սյունիքը արտապատվիրակ։ Քաղաքական փեղլիվանություն, ստախոս եւ կարծում եմ, որ հենց այս հատվածներն է պետք մեր հանրությանը մատուցել, որ մենք գործ ունենք դասական ստախոսի հետ, որը պետության ղեկավարի պաշտոնին հարիր չէ, պետության ղեկավարը պիտի ստախոս չլինի, ինքը պիտի կարողանա գոնե իր պետության ինքնիշխանությունը ապահովելու համար գոնե իր քաղաքացու աչքերի մեջ այսպես པարզ նայ, ասի գիտես ինչ շատ են ճնշում։ Ես չեմ կարող այս ամբողջը անել, ես պիտի դուրս գամ։ Ինձ թող չասեն էլի, հազարավոր պատմական օրինակներ կարող են բերել։ Հազարավոր, որտեղ այո, պետությունների ղեկավարները հայտնվել են նման վիճակներում։ Շատ են ճնշել իրենց։ Բայց պետության աշխատանքի եւ անվտանգության իմունիտետը այնպես է, այ դիմադրողականություն դիմադրել, որ ինքը հարմար պահին դուրս է եկել, ասել է տղերք, եկեք դուք շարունակեք։ Հերո չգնանք 98-ին, փետրվարի 3-ին։ Կային չէ բազմաթիվ հակասություններ, այո կային։ Առաջին նախագահը հասկացավ, որ այս փուլում գուցե այս սցենարն է պետք կիրառել։ Թողոց հանգիստ գնաց առանց ցնցումների եւ այլն։ Բայց այն ժամանակ էլ կար էլի ճնշում դրսից նույն Վիկտորիա Նուլանդներով, բանով, ամեն ինչ կար։ Այդ ամբողջ ճնշումը նկատի ունեմ, որ պետությունը սցենար կիրառեցին այդ ժամանակ։ Պետական այրերը եթե դրսևորում են խոհեմություն, սրանց մասին չէ խոսքը, այլ հասարակ։ Ինք հասկան վիճակը ճիշտ են գնահատում։ Գուցե հեռանկարը տեսնում են, որ տվյալ կուրսի շարունակման դեպքում կարող է պետության համար շատ ավելի վտանգավոր լինել, թողնում գնում են ասպարեզից։ Տասնյակ օրինակներ կան։ Հիմա սա չի անում, սա հակառակը։ Ասում եմ, որ երեք մի բան եմ ասել, այսօր ուրիշ բան կասեմ։ Ես սա նկատի չունեի։ Սեպտեմբերի 13 2022 թիվ առավոտը հոգեխանգարմունքի հասնող ելույթը եւ երբ որ տեսա, որ 50,000 մարդ հավաքված Բաղրամյան պողոտայի վրա, գիշերը մտնում է լայվ, էլի իր պսիխոպաթ վիճակն եմ, ասում եմ, ես այդպես բան չեմ ասել։ Դուք ինձ սխալ եք հասկացել։ Որ հայտարարությունը նկատի ունեք։ Որ Սյունիքի բանը դեպքերի հետ կապված։ Նկատի ունեմ, որ մենք գործ ունենք իսկապես ոչ ադեկվատ ղեկավարի հետ, որը ստախոս է,